Իշխող կուսակցության ղեկավարը այսօր հանդիպել է նոր նորքի ընտրողների հետ։ Սերժ Սարգսյանն ասել է, որ ժամանակն է հավատալու եւ փոխելու այն, ինչ ուզում ենք եւ կարող ենք։ Ըստ նրա, այս ընտրություններով պետք է ընդառաջ գնալ քաղաքական մշակույթի այն որակներին, որոնք վստահաբար իշխելու են վաղվա Հայաստանում։ ՀՀԿ նոր նորքի ընտրատարածքում սատարում է մեծամասնական ընտրակարգով առաջադրված Սամվել Ֆարմանյանին։ Ժամանակն է փոխել Հայաստանի քաղաքական կյանքի մթնոլորտը մայրաքաղաքի ամենամեծ ու ամենաերիտասարդ համայնքում նոր նորքում հայտարարեց իշխող կուսակցության առաջնորդը։ Սերժ Սարգսյանի դեպ նկատեց, որ նորքում միախառնվել է հայ ժողովրդի մշակութային հարստությունն ու ժառանգությունը, միաժամանակ այս համայնքը ամենամիասնականն է եւ մշտապես դրական դեր է ունեցել Երևանի տարբեր հիմնախնդիրների լուծման հարցում։ Հայաստանում դրական մթնոլորտ եւ համաձայնության քաղաքական մշակույթ հաստատելու հարցում հանրապետականը չունի այլ ընտրանք։ Կուսակցության առաջնորդի խոսքով վերջին տարիներին հաջողվել է մեղմել քաղաքական պարակտվածությունը երկրում եւ գալիք ընտրությունները կառավարող կուսակցությունում դիտարկում են հենց այս համատեքստում։ Մենք ասում ենք ժամանակն է, այո, վաղուց արդեն ժամանակն է անշրջելիորեն փոխել մեր քաղաքական կյանքի մթնոլորտը։ Անձամբ ես եւ ողջ հանրապետական կուսակցությունը արել ենք ամեն ինչ, որպեսզի Հայաստանում հաստատվի նոր, իսկապես դրական մթնոլորտ եւ շարունակելու ենք։ Մենք արել ենք հնարավորը, որպեսզի մեր երկրում հաստատվի համաձայնության քաղաքական մշակույթ։ Հանրապետականը շատ լավ գիտի, ընտրությունների ժամանակ քվեների մեծ թիվ ստանալը մեծամտելու իրավունք չի տալիս, ուրիշների մերժելու կամ էլ անտեսելու իրավունք չի տալիս, եւ մենք շարունակելու ենք հավատարիմ լինել մեր այդ քաղաքականությանը։ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ կուսակցությունը շարունակելու է հավատարիմ մնալ վարած քաղաքականությանը, համագործակցության եզրեր փնտրելով եւ ներգրավելով քաղաքական ամենատարբեր միավորների, որոնց համար առաջնայինը երկրի զարգացման նպատակն է։ Մենք խոսում ենք փոփոխությունների մասին։ Մենք ասում ենք, որ հավատում ենք դրանց անհրաժեշտությանը։ Այո, ժամանակն է անհրաժեշտ փոփոխությունները կյանքի կոչելու եւ մեր խոսքը հիմնավոր դարձնելու։ Այն ամրապնդելու համար մենք սկսել ենք ինքներս մեզնից։ Թող թերահավատները նայեն հանրապետականին եւ տեսնեն, որ մենք ենք այն առաջատար քաղաքական ուժը, որը ներգրավել է մտավորականների, երիտասարդների, կանանց։ Թող թերահավատները նայեն հանրապետականին եւ տեսնեն, որ մենք բաց ենք եղել նաեւ անկուսակցականների եւ այլ կուսակցությունների ներկայացուցիչների հետ համագործակցելիս։ Նոր նորքում Սերժ Սարգսյանը խոսեց նաև տնտեսության զարգացման խնդիրներից, ընդգծելով, որ գործարարների համար առավելագույնս կպարզեցվի հարկային վարչարարությունը։ Հանրապետականը կուսակցության առաջնորդի խոսքով թեև շատ բան է արել, որով կարող է հպարտանալ, միաժամանակ գիտի նաև սեփական թերությունները։ Կուսակցությունը խոստանում է դրանք հաղթահարել եւ ավելի լավ Հայաստան կառուցել։ Իշխող կուսակցության առաջնորդին սպասում է